Հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կմտնի ուժի մեջ։ Կառավարությունը հաստատեց համակարգին առնչվող մի շարք կարգավորումներ, հատուցման ենթակա բուժօգնության սպասարկման ծառայությունների ցանկերը, սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե քաղաքացիները ինչից կկարողանան օգտվել։ Արմետ հավելվածը արդեն իսկ թարմացված տեսակով արկա է, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասով, եւ եթե այսօր էլ ներբեռնեք, արդեն կտեսնեք դուք ունեք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ եւ փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Շահառու խմբերը ընդհանուր ներառում են 1,600,000 մարդու։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսնելա ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Բարեփոխումներն ըստ վարչապետի մինչև չհանդիպեն պրոբլեմին կենթանություն չեն ստանա։ Ուստի չի բացառվում, որ կլինեն որոշակի խնդիրներ, բայց դա Փաշինյանի բնորոշմամբ ապոկալիպսիս չէ։ Նոր համակարգը ադապտացվելու է որոշակի սխալների բաց թողումների արդյունքում։ Կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը համակարգի գործարկումից հետո կաշխատեն արտակարգ ռեժիմով։ Ձևավորվել են օպերատիվ խմբեր։ Հունվարի 5-ին կամփոփվեն առաջին արդյունքները։ Սա սև ուրփաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրփաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Կովիդի ժամանակներից այդ բառը սովորել եմ։ Մենք մի հատ ինքներս մեծ տրիաժ պետք է անենք, հետո առողջապահության առաջնային համակարգը պետք է տրիաժ անի։ Այն հին ժամանակներում առողջության ապահով այս համակարգիները մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, դե, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել։ Դա վատ է։ Բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետքա հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա։ Հարցի քննարկման ժամանակ վարչապետը անդրադարձավ առողջ ապրելակերպին։ 21-րդ դարը ըստ Նիկոլ Փաշինյանի մարքեթինգի դար է, օրինակ մատնանշեց. ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ բրենդինգ չունի։ Հիմա խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր խնդրեմն այն է, որ բրենդավորված չի։ Այդ ապրանքը, առողջ ապրելակերպը բրենդավորված չի։ Ընդհակառակը հակառակն է բրենդավորված։ Քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որովհետեւ տղամարդը չհասկացանք, տղամարդը շորտ կհակնի, ասենք, բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրենց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Հաստատվեց Ղարաբաղից տեղահանված 1-ից 3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովման նոր ծրագիր։ Այն վերաբերելու է նրանց, ովքեր իրավասու են ստանալ բնակարանային հավաստագրերը, բայց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով չեն կարողանալու իրացնել։ Մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ
բնակարանային ֆոնդը, որտեղ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակությանը կենսական շահերին մոտ գտնվող վայրում կունենանք սոցիալական բնակարան, կառաջարկենք տեղափոխվել այդ բնակարան, եթե կհրաժարվեն այդ պահին կզրկվեն այդ միջոցառումից, եթե կհամաձայնեն կշարունակեն ապրել սոցիալական բնակարանային ֆոնդում, մանրամասնեց նախարարը։ Խոսքը այնպիսի ընտանիքների մասն է, որոնք բաղկացած են միայն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը եւ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, այսինքն օրինակ մի հոգի կարող է լինել 40 տարեկան եւ ունենա առաջի խմբի հաշմանդամություն եւ մյուս ընտանիքի անդամը լինի 60 տարեկան եւ սրա այս նախագծի տրամաբանությունն է, որ այդ քաղաքացիները հավանաբար չեն կարողանալու աշխատել եւ օրինակ հավելյալ միջոցներ գեներացնել, որը պետք կլինի նաեւ օրինակ այդ ավել գումարը վճարել։ Համակարգը կմեկնարկի 2026-ի հուլիսից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ աջակցության ծրագրերի ժամկետները կերկարացվեն մինչև 2026-ի դեկտեմբերի 15-ը։ Եվս մեկ որոշում վերաբերում է տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանմանը։ Այն քաղաքացիների համար, ովքեր որ օգտվել են մեր բնակապահովման ծրագրից, հետևել տրամաբանության փոքր բիզնես հիմնելու տրամաբանության բիզնես ուսուցման դասընթացներ մինչև 300,000 դրամի չափով աջակցություն Շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցում ամսական 60,000 դրամի չափով եւ նաեւ կապիտալ ներդրման փոխհատուցում ծախսի 70%-ի չափով, բայց ոչ ավել քան 2 միլիոն դրամը եւ այս ծրագիրը նպատակ ունի իրականացվել պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով։ Մեկ այլ նախագծով առաջարկվում է տրամադրել 2% հետվճար արքավճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կատարած անկանխիկ վճարումներից։ Ըստ էության այս միջոցառման արդյունքում շահառու հանդիսացող սպառողների համար 2%-ով ավելի էժան է դառնալու մի շարք ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումը։ Միջոցառման շահառու է հանդիսանում ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ունեցող բանկի ֆիզիկական անձ հաճախորդը, ում անվան բացվել է բանկային հաշիվ, որին կցված է արքա վճարային քարտ։ Միջոցառումը իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8.3%։ Կառավարության 2025-ի վերջին նիստի ավարտին վարչապետը անդրադարձավ տնտեսական որոշ ցուցանիշների։ Կառավարության գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով կկազմի առնվազն 6%։ Նոյեմբերի արդյունքներով աշխատատեղերի գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք եւ 2025 թվականի նոյեմբերին ունենք 814,818 գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 275,465-ով, այսինքն 50%-ով աճել են աշխատատեղերը, ես ինչի եմ 2017 թվականի նոյեմբերի հետ համեմատում, որովհետև հեղափոխությանը նախորդած, այսինքն առաջի նոյեմբերի հետ եմ համեմատում, աշխատատեղերը աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 31,986-ով կամ 4%-ով։ 2025-ին միջին աշխատավարձը կազմել է 327,155 դրամ, որը 2017-ի նոյեմբերի համեմատ ավելի է 158,421 դրամով կամ 93%-ով։ Աշխատավարձերն աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ մոտ 16,000 դրամով կամ 5.1%-ով։ Տարեկան գնաճը 3.3% է, նվազել է եկամտային հարկի դրույքաչափը։ Ամենակարևոր ցուցանիշը թերևս այն է, որ 2018 թվականի ոչ բռնիթավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 50%-ով։ Այսինքն մենք մեր տնտեսությունը հեղափոխությունից հետո 50%-ով, սա իրական աճի մասին է խոսքը։ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 130%-ով ավելացել է։ Այսինքն մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%։ Կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 8-ին։ Մայա Խաչատրյան, լուրեր։